Ողջույն, ուրեմն Հանրապետական Թուրքիայի անցյալ մեկ շաբաթվա ընթացքում դեղ ունեցող բոլոր այդ անցուդ հարցերի ամենակարևոր հատվածը Եվրոպայում դեղ ունեցավ։ 4 մարտից մինչև 12 մարտ դեղ ունեցած այդ իրադարձություններում 16 ապրիլ 2017 թվականին Թուրքիայի Հանրապետությունում անցկացվելիք սահմանադրական այդ հանրաքվեի պրոպագանդման քարոզչության աշխատանքներին լծված թուրքական կառավարության պաշտոնական Անկարայի դարբեր նախարարների ուրեմն եվրոպական դարբեր երկրներ այցելությունների հետ կապված լուրջ լարվածություն կար։ Ուրեմն սկսվեց Գերմանիայից այդ ամբողջ լարվածությունը եւ Գերմանիայից ամիջապես անցում կատարվեց Հոլանդիա, Հոլանդիայից Շվեյցարիա, Ավստրիա եւ արդեն երեք իմացել ենք, որ այդ ամբողջին միացել է նաեւ Դանիան։ Եվ եթե շարունակվի թուրքերի այսպես կոչված Էրդողանյան Թուրքիայի Էրդողանին հարիր հոխորտանքով մատ թափտալով եվրոպացիներին թուք ժողովրդավար երկիրներ չեք, թուք ուրեմն նացիստական ժամանակաշրջանի մնացորդ եք, դա հենց Հոլանդիայի արդիվ ուրեմն ասված խոսքն է, որ Հոլանդիան շատ խիստ վրդովվեց այդ բանից, նույնը դեղ ունեցել էր արդեն նախորոք Գերմանիայում, պատկերացնում եք Էրդողանը ինքը որ գրեթե միանձնյա գայսր սուլտանի վերածվելու նախապատրաստականում, գրեթե մեկ ամիս հետո այդ հանրաքվեն, ուրեմն եվրոպական ժողովրդական պետությունների իրենց ժողովրդի վստահություն քվեն ստացած պետությունների առաջնորդներին համեմատում է նացիստական Գերմանիայի հետ եւ ասում է, որ ինչ որ հիմա դեղի ունենում հենց թուրքական այդ նախարարական դարբեր ներկայացուցիչներ հետ դա զուտ ֆաշիզմ է, հա, ուղիղ անունը տալով ասում է ֆաշիզմ է։ Հիմա ինչ տեղի ունեցավ Գերմանիան թույլ չտվեց Թուրքիայի արտաքին գործերու նախարար Մևլութ Չավուշօղլուի ուրեմն Համբուրգում դեղի ունենալիք հենց այդ թուրքական համայնքի հետ հանդիպումում մի բանի պատճառով, որովհետև այդտեղ զուտ քարոզչական աշխատանք էր կատարվում եւ դրանից հաջորդող օրը մարտի 8-ին Գերմանիայի Դաշնության կառավարության արտաքին գործերու նախարարի հետ հանդիպման ժամանակ շատ վրդովված արտահայտվեց այդ մասին Չավուշօղլուի կողմից, որ Գերմանիան փորձում է խոչընդոտել հանրաքվեին այո ասելու պատրաստակամություն հայտնած իր քաղաքացիների եւ իրենց ասելով մոտավորապես 5 միլիոն թուրք կամ Թուրքիայի քաղաքացի ապրում եվրոպական երկիրներում եւ այդ բոլոր եվրոպական պետությունների կառավարական պաշտոնական շրջանակները հագարակ այոյի ոչ ասողներին այսպես ասած թույլ են տալիս դարբեր հանգամանքներով գազམ-երված ժողովների անցկացումը, բայց հենց երբ որ այո ասող, այսինքն իշխանական կուսակցության եւ ազգային շարժումը միացել է դրան, երկու աճ ուրեմն կուսակցությունների այոյի քարոզարշավը խոչընդոտվում է։ Ուրեմն դարօրինակ բան դեղ ունեցավ Գերմանիայի արտգործ նախարարի հետ հանդիպումը չհետևեց երկուստեք երկու պաշտոնագետների, այսպես կոչված Գերմանիայի եւ Թուրքիայի երկու արտգործ նախարարների համատեղ ասուլիսով եւ իրենք առանցին հանդես եկան պատմելու համար ինչ զրույց է տեղի ունեցել։ Գերմանիան բավականին լուրջ ազդակներ ունի ազդելու համար Թուրքիայի կառավարական շրջանակներին։ Միայն туриզմի ուրեմն կանխված լինելը վերջին այս գրեթե 2 տարվա ընթացքում գերմանացիների ավելի շատ Հունաստան եւ Իսպանիա իբրև սպորաշրջիկ մեկնելը ուրեմն արդեն Թուրքիայի Հանրապետության գրեթե լողափնիա բոլոր սպորաշրջկային վայրերի անկորզության մատնվելուց միլիարդների հասնող մեծ վնաս է գրում եւ Գերմանիան այսպիսի սրացման հետևանքով երբևէ ընտարաջ չի գնա այսպես կոչված Թուրքիայի պաշտոնական ադյանների պահանջներին եւ պատկերացնում եք սոցիոլոգիական հարցումները միայն այս շաբաթ Գերմանիայում
ցույց են տվել, որ մոտավորապես 82-ից մինչև 86% գերմանացիները, հա, ուրեմն այս սրացումը աննախադեպ են որակում եւ չեն վստահում Թուրքիային։ Սա շատ էական բան էր, փոփոխություն էր։ Հիմա Չավուշօղլուն չբավարարվելով Գերմանիայում իր այսպես մերժված լինելու հանգամանքից փորձեց պաշտոնական pedagogan օտանավով վայրեջ կատարել Հոլանդիա, բայց այս մի անգամ էլ Հոլանդիայի կառավարությունը ուրեմն թույլ չտվեց նրա օտանավի վայրեջքը եւ չեղյալ հայտարարվեց։ Ուրեմն այս արդիվ քանի որ ընդամենը մի քանի օր հետո նախադեсված ընտրություններ կան Հոլանդիայում, հա, հոլանդական այդ ընտրությունների այժմ ամենաառաջադար թիրքը սպաղեցնող աջ ծայրահեղական ուրեմն տեխնազուն այդ գուսակցության նախագահ հայտարարեց, որ պետք է ամբողջ թուրքական այդ կառավարական, նախարարական, հա, պորտվել ունեցող մարդկանց իրենց երկրում, այսինքն Հոլանդիայում անցանկալի անց հայտարարել persona non grata եւ վդարել երկրից թույլ չտալով նրանց մուտքը։ Ուրեմն սրան հետևեց ոչ միայն Մևլութ Չավուշօղլուի մուտքի արգելումը, այլ նաեւ երկրի կառավարության Թուրքիայի Հանրապետության ուրեմն ընտանեկան պլանավորման եւ սոցիալական հարցերի նախարարուի հանդիսացող դիգնոջը եւս ինչ օտային ճանապարհով, ինչ ցամաքային ճանապարհով, որ Գերմանիայում Քյոն քաղաքում էր գտնվում դվյալ անձնավորությունը, թույլ չդրվեց մուտքը Հոլանդիա եւ որտեղ իբր թե մի քանի քաղաքներում հանդիպում պետք է ունենար թուրքական համայնքի հետ։ Հիմա Հոլանդիայում ապրող, հա, թուրքերը, որոնք բազմադասնյակ հազարներով են, ուրեմն հատկապես Ռոտերդամ քաղաքում, ապա նաև Ամստերդամ եւ մի փոքրիկ քաղաքում ցույցեր կազմակերպեցին ընդդեմ Հոլանդիայի իշխանությունների թուրք նախարարների մուտք արգելող գեցվածքին հագնտեմ եւ թուրքական դրոշակներով ուրեմն ազգային շարժման գուսակցության արդեն խորհրդանիշ դարձած այդ կորշ կայլերի այսպես կոչված այս զինանշանով պատկերացնում եք ֆաշիստական իրենքից բնորոշմամբ այդ զինանշանով ուրեմն ցույցերի մասնակցեցին բազմա հազարանոց ուրեմն խմբեր թուրքական ազգային շրջանակներից, բայց հոլանդական ամբողջ թերթերը նրան միացավ նաև ուրեմն Գերմանիայի ուրեմն թերթերը, մամուլը ուրեմն մի վերդարությամբ հանդես եկավ լուրերով, որ եթե այդ ցույցերի մասնակցող մարդկանց ասեին վաղը եւ այդ քու այս երկրում ապրելու գացության ղարկավիճակը դա ամավեր է ճանաչվելու, տեսնենք քանի մարդ ցույցերին կմասնակցեր, սա ծաղրանքի առարկա է, բնականաբար ցանկացած թուրքին եթե ասես վաղվանից դու այստեղ ապրելու իրավունքից կզրկվես, ինքը կմոռանա Էրդողանին, կմոռանա իրեն, կմոռանա իր ծնողներին, իր երեխաներին եւ այլն, որովհետեւ դա իրոք շատ գաղված վիճակի մեջ են եվրոպական պետություններից։ Հիմա ուրեմն այս ամբողջը Էրդողանին այդ աստիճանի զայրացրել էր, որ Էրդողանը շատ տարօրինակ հոխորտանքներով հանդես եկավ եւ ասաց, որ Եվրոպայում ժողովրդավարություն չի գա։ Ասում էր դուք, որ իբր թե փորձում եք մեզ Թուրքիայի Հանրապետության թեպի Եվրոպա դանելու, հա, այդ ամբողջ պայմաններով դարիներ շարունակ, հիմա մենք հասկանում ենք, որ դուք նացիստներից ոչ մի բանով չեք տարբերվում եւ թույլ չեք տալիս, որ այսպես կոչված դարբեր ձեր քաղաքականությանը ոչ զուգահեռող միտքեր արտահայտող մարդիկ կարողանան ձեր երկրում ունեն այն էլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների կարգավիճակով եւ ասում էր, որ ոչ ոք թող չգարձի եւ Թուրքիային երկրորդ, երրորդ սորտի պետության կամ իշխանության դեղ թող չտնի, հա, դուք կգաք, ծնգի կգաք մեր ամբողջ այս կեցվածքի առաջ ու մենք ձեզ ցույց կտանք, որ վաղը մյուս օր եթե մենք էլ արգել ենք ձեր օտանավների վայրեջքը, խոսքը բնականաբար քաղաքացիական, հա, օտանավներին չի վերաբերում, այլ միմիան զուտ պաշտոնական դելեգացիաներ տեղափոխող պետական օտանավների մասին է, այդ ժամանակ ասում է դուք կտեսնեք ինչ կանեք։ Եվ Եվրոպայի միությունը, Եվրոպայի միության ինտեգրման հարցերով ուրեմն թերևս տեխնազություն ունեցող, բայց Եվրոպայի միության անդամ չհանդիսացող
ուրեմն երկրների հետ աշխատող հենց այդ հանձնաժողովի նախագահ հանդիսացող անձը հայտարարեց, որ Եվրոպայի միությունը ուրեմն գրջադելու այդ ամբողջ նախորդ նախադեсված նյութական աջակցությունը թեպի ժողովրդավարացում գնալու խոստումներ տված Թուրքիային նման գեցվածքը արտահայտելուց հետո եւ պատկերացնում եք միայն այդ փախստականների հարցերով, որ մինչև 2020 թվականը մի քանի միլիարդ եվրոյի հասնող օգնությունից կարող է եւ զրկվի Թուրքիայի Հանրապետությունը, եթե այսպիսի գեցվածքը շարունակի։ Հետաքրքիր ինչ է այս ամբողջի վրա։ Նույնիսկ Թուրքիայի վարչապետը, եւ փոխվարչապետը շատ խիստ հայտարարություններով հանդես եկել այս արդիվ եւ ասել են, որ նրանց ընդհանրապես մոտ որևէ ցկտում չի երևում, որ իրենք Թուրքիային իսլամ բնակչությամբ Թուրքիային ընկալում են Եվրոպայում եւ ասում այս ամբողջը իսլամոֆոբիի արդյունք է, այսինքն գարձեք թե Եվրոպայում հագա-իսլամական գեցվածք են դրսևորվում բնականաբար քրիստոնյա համարվող եվրոպական պետությունների իշխանությունները ներկայացնող հատվածը։ Ուրեմն սա Թուրքիայի ուրեմն վարչապետ Բինալի Yıldırımի եւ նաեւ ուրեմն փոխվարչապետ դի հայտարարությունների արդյունքն է։ Ծիծաղելին այս ամբողջում միմիայն ամփոփելու համար։ Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը սրանից ընդամենը դեռ 3 շաբաթներ առաջ, եթե չեմ սխալվում 17 փետրվար 2017 թվականին օրենք է ընդունել ազգային մեծ ժողովում, որ ուրեմն արտասահմանյան երկրներում եւ արտասահմանյան երկրներում մեր ունեցած դիվանագիտական կորպուսների միջնորդությամբ չի կարելի քաղաքական ուրեմն քարոզչությամբ սպառվել եւ այսպես կոչված Թուրքիայի Հանրապետությունում այդ արդիվ օրենքի մշակումը եւ ընդունումը մեջտեղ բերած կուսակցությունը ինքը իր օրենքին հագասելով այս ամբողջ վերջին 10-12 օրերը ուրեմն եվրոպական բոլոր երկրների հետ իր բոլոր հարաբերությունները փճացնելու քնով ուրեմն նման սրման է եւ լարված մթնոլորտ է ստեղծում ինքը։ Սա արդեն ինքնին ամեն ինչ ասում է, պարզապես մի բան, եթե իրոք մոտ 5 միլիոն ուրեմն Թուրքիա ապրում Եվրոպայում եւ նրանց չափահաս հատվածը, որոնք պիտի այս քվեարկությանը պիտի մասնակցեն, նրանց դիրքորոշումից բավականին բան է գախված եւ իրոք որ սա շատ լուրջ գրիվ է Եվրոպայի հատվածում, բայց Թուրքիայի քաղաքացիացող կամ երկքաղաքացիություն ունեցող հատվածի ուրեմն շրջանակներում քարոզչությամբ այոն հաղթանակելու նպատակի հետապնդմամբ։ Այսքան։ Հիմա սա կարելի ասել ամենակարևոր բանն էր այս վերջին 7-8 օրերի ընթացքում դեղի ունեցող։ Ինչին հետևեց անմիջապես շատ հետաքրքիր մի բան, որը Գերմանիան իր մտահոգություններ արտահայտել պետական, պաշտոնական ուրեմն խոսնակների բերանով, որ եթե եվրոպական պետությունները Թուրքիայի հետ նման սրման գնացին, Թուրքիան շատ ավելի մոտիկանալու է Մոսկվային, այսպես կոչված Ռուսաստանի Դաշնության եւ իրենք իրենց ցերկերով բոլորովին չեն ցանկանում Թուրքիային փրել թեպի հյուսիս, թեպի Մոսկվա։ Ինչ որ դեղի ունեցավ, ճիշտ ասած, նախադեсված էր հանդիպում, անցյալ շաբաթվա հաղորդման ժամանակ ասել էինք, որ դեղի ունեցավ ուրեմն շատ բարձրագարկ ուրեմն հանդիպում Պուտին-Էրդողան եւ նաեւ որին ներկա էր բնականաբար Չավուշօղլուն եւ Սերգեյ Լավրովը ու երկու պետությունների միջև դեղ ունեցած այդ ամբողջ քննարկումների արդյունքում գրգին ուրեմն լավադեսության նոտաներով հայտարարություններ հնչեց թե Վլադիմիր Պուտինի կողմից, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, իբր թե ուրեմն էներգո համագարկի զարգացման Թուրքիայում միջուկային ռեակտորներով ուրեմն զինված ատոմագայարանի Ակկուի գոչված դեղում նախադեсված ատոմագայարանի
շինարարության եւ ամբողջ ծրագրի իրականացման ուրեմն գազի հոսքը Թուրքիայով պայմանավորվելու թեպի միջերկրական երկիրներ ներքև թեպի հարավ եւ նաեւ ինչու՞ չէ Պուտինը հայտարարեց մի շատ յուրահատուկ բան, որ թե զինվորական կետնի վրա, թե քաղնի սպասարկությունների, ուրեմն կետնի վրա փող համագործակցություն է տեղի ունեցել վերջին գրեթե երկարամյա ամիսներին ու շատ հետաքրքիր է, որ պատկերացնում եք FSB-ն քաղնի սպասարկությունը Ռուսաստանի Դաշնության նախկին KGB-ն ուրեմն համագործակցում է Թուրքիայի MIT-ի հետ քաղնի սպասարկության հետ եւ շատ տարօրինակ է, որ այս հանդիպումներում Թուրքիայի քաղնի սպասարկությունների պետ հանդիսացող Հակամ Ֆիդանի ներկայությունը հadoop ընդգծված էր եւ ըստ ռուսական աղբյուրների Թուրքիայի քաղնի սպասարկությունների եւ ռազմական կառույցների զինուժի եւ դրա ինֆորմացիոն կենտրոնի հետ ռուսաստանյան այս փող համագործակցությունը բավականին ջերմ բանի ասել, որ երկուստեք ուրեմն քաղնի դվյալներ է դեղափոխվում երկու երկրների միջև, ես ամբողջը բնականաբար պայմանավորված է Սիրիայի թնջուկ կոչված արդեն 5-րդ տարին ավարտին հասցնող Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Հիմա դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության թույլտվությամբ թուրքական բանակը ուրեմն մտավ սիրիական պետական սահմաններից ներս, հյուսիսային Սիրիայի մի ամբողջ հատվածում այսօր, որտեղ քրդապնակ շրջաններ են եւ ոչ միայն, ուրեմն արգա է թուրքական բանակի ներկայությունը եւ սա առանց Ռուսաստանի Դաշնության թույլտվությամբ տեղի ունենալ չէր կարող, որովհետեւ նույնիսկ Ամերիկան, որ միայն թիգունք է հանդիսանում Թուրքիայի Հանրապետությամբ, հենց այդ քրդական հանգամանքը նկատի առնելով վերջին գրեթե 1 տարիներում իր քաղաքականության մեջ փոփոխություն մտցրեց եւ շատ ավելի գողմ է ուրեմն քրդապնակ շրջանների Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային հատվածում քրդական ինչ որ ինքնավարության կամ քոնե Դամասկոսի հետ լավ հարաբերություններ պահպանող քրդական ազգաբնակչության գտնված հատվածում ուրեմն թուրքերի խանգարող ներկայությանը եւ այս հարցում թե Ամերիկայի Միացյալ Նահանգների թե Ռուսաստանը ուրեմն մոդեցումը համընկնում է Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի քաղաքական եւ ռազմական ուրեմն գեցվածքին ու թուրքերը այդտեղ մնացել են միայնակ։ Հիմա ասվում է, բայց միայն փամփասանքի դեսքով կարելի ասել, որ Մասուդ Բարզանին, այսինքն իրաքյան հյուսիսային Իրաքում գոյություն ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հովանավորությամբ ստեղծված ուրեմն քրդական ինքնավար դարածքը, որի նախագահն հանդիսանում քաղաքական առաջնորդը Մասուդ Բարզանին, ուրեմն ասվում է, որ այս շաբաթներին Թուրքիայի Հանրապետությունում 1984 թվականից ի վեր ուրեմն սարերում զինված բայկարի ելած քրդական բանվորական գուսակցության Իրաքի ուրեմն Քանդիլ սարի կողքը գտնվող ջամբարների պատասխանատուներից շատ էական մի անձնավորության, որը ուրեմն համա գերբում եւ այդ ամբողջ կոորդինատորի աշխատանքներն էր կատարում Թուրքիայի Հանրապետության տարածքում քրդական ըմբոսության, որի անունն է Սաբրի Օկ, իբր թե Բարզանին հանձնել է Թուրքիային, բայց այդ մասին ոչ մի երկրի ուրեմն քաղաքնի սպասարկություններ չեն հաստատել առ այսօր այդ դվյալները, բարձրապես այդ մարդը շաբաթներ է մեջտեղ չկա եւ որտեղ լինել անհայտ է։ Երևի թե Բարզանի Էրդողան այդ հանդիպումների ընթացքում, որը տեղի ունեցել սրանից մոտ 2 շաբաթ առաջ, Իստանբուլ եւ Անկարայում, այդ արևդուրը ուրեմն գայացել է եւ ուրեմն քրդական ազգային ազատագրական շարժման կարևոր թեմքերից հանդիսացող Թուրքիայի քաղաքացի բնականաբար Սաբրի Օքի Բարզանի կողմից թուրքերի հանձնումը քաղաքնի կբաղվի այդքան ժամանակ, մինչև
16 ապրիլի ուրեմն սահմանադրական հանրաքվեից երևի օրեր առաջ այսպես ասած ռումբի նման բայթեցվելու համար։ Հիմա պատկերացնում եք թուրքերը եթե իշխանությունները բնականաբար այդ հանրաքվեի դեղ ունենալուց օրեր առաջ գոնե մեկ շաբաթ առաջ հայտարարեն, որ իրենք ցերպակալել են, ցերկ են բերել անշուշտ իրենց ուժերով, ոչ թե իրենց հանձնվել է, ուրեմն քրդական ազատագրման շարժման ռահվիրաներից մեկը եւ թուրքական պետությունը ինչքան ուժեղ է եւ դարաձաշրջանում թելադրող, ուրեմն այոյի կողմագիցների թիվը միանգամից երևի թե մի քանի դոգոսով, ինչու՞ չէ 5-ից մինչև 10% հասնող ուրեմն հավելում գունենա եւ քաղաքական նման արևդուրը դարաձաշրջանում շատ վաղուց է որ գա եւ սա միան քրդական ուրեմն տնջուկի հետ կապված հարցում, որը Սիրիայի արաբական հանրապետությունում դեղ ունեցող ռազմական գործողությունների այս վերջին շրջանում նախապատրաստականն է ուրեմն Ռակկա, որը այդ իսլամական պետություն գոչված ահաբեկչական գազագերբության ուրեմն ամենակարևոր գետրոններից մեկն է բռնազավթած վիճակով եւ թեպի Ռակկայի ազատագրումը, ինչպես իրաքյան Մուսուլ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունը, ուրեմն շատ լայն կոալիցիոն ուժերի համադեղությամբ ռազմական գործողությունների սկսման ժամանակն է, որտեղ եւ Թուրքիան անպայման ուզում է ուրեմն ներգրավված լինի, բայց խոչընդոտող մի անգամանք Սիրիայի հյուսիսում արգա եւ PYD գոչվող քրդական զինված խմբավորումների արդեն թե ամերիկացիների կողմից, թե Սիրիայի պետական պաշտոնական ուրեմն ադյանների համաձայնությամբ դեղ ունենալիք այս բանի մասնակցությունը Ռուսաստանը եւս ուրեմն իր հավանությունն է տվել, նույնիսկ թուրքերը մեղադրում էին ռուսերին մի քանի օրեր առաջ, որ ռուսական զինվորները իրենց ուրեմն զինվորական համազգեստի վրա գրում էին հենց այդ քրդական ռազմական միավորումների խորհրդանիշը հանդիսացող բիդակներ եւ ասում էին, որ քրդերին ռուսերը, ամերիկացիները, Սիրիայի ուրեմն իշխանությունները ներգրավվել են արդեն Ռակկայի ազատագրման իսլամական պետություն անունով ահաբեկչական գազագերբության ջիրաններից եւ ամեն ինչ անում են, որպեսզի Թուրքիան մասնագիտ չդառնա այդ ռազմական գործողությանը, իսկ այժմ երևի թե Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ամենաէական բաներից մեկը այսպես կոչված հենց այս արդիվ անհամաձայնությունն է եղել, որովհետև երկուստեք այդ արդիվ լրություն են պահպանել այդ Պուտին-Էրդողան հանդիպման հետևող մամլա ասուլիսում ինչ Էրդողանը, ինչ Պուտինը այդ արդիվ չեն արտահայտվել։ Ուրեմն Ռուսաստանի հետ կապված մի շատ էական բան ևս թուրքերը այս հանդիպումից անմիջապես հետո հայտարարել են, որ իրենք MS-21 գոչվող քաղաքացիական ավիացիոն օդանավներով Ռուսաստանի արտադրած, հա Իրկուտսկ եւ Յակովլևում արտադրվող այդ օդանավների հավանական ուրեմն քնորդ կարող են հանդիսանալ, շատ են հետաքրքրված։ Այս օդանավները գիտեք 21-րդ դարի ամենազարգացած քաղավիացիայի ուրեմն նմուշներն են հանդիսանում ռուսական այդ օդանավները եւ մոտավորապես 120-ից մինչեւ 250 ուրեմն մարդ դեղափոխող զավալի են դիրապետում, ուրեմն նաեւ բացի այդ որ туrizmi հետ կապված կամ երկու երկրների քաղաքացիները միմյանց երկիրները այցելելուց վիզային ռեժիմից ազատվելու արդիվ խոսակցությունները, որ առ այսօր չեն իրականանում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, երևի թե այս միակ հանգամանքը այդ օդանավների կմման հետ կապված ինչ որ տնտեսական համագործակցությանը ուրեմն դանող զրույց է տեղ ունեցել եւ այդ մասին հայտարարվել է։ Հիմա Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, հա, ուրեմն վերջին տարիներին անընդհատ անգում են ապրում եւ դրա ուրեմն պատճառ հանդիսացող հանգամանքը գիտեք 2015 թվականի
նոյեմբերի 24-ին ռուսական գործանիչի խփումներ թուրքական զինուժի կողմից հենց Սիրիայի օդային տարածքում եւ իբր թե դարեգան 100 միլիարդի հասնող շրջանառությամբ պիտի կոնե այդ նպատակին հասնելու չանկեր չպիտի խնայեր երկու պետությունները այժմ վիճակով մոտավորապես ուրեմն 17 միլիարդ դոլարի սա 2016 թվականի ուրեմն տնտեսական տվյալներն են հազիվ հասնող ինչ որ շրջանառություն կա Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն ուրեմն տնտեսական ոլորտում եւ այդ 100 միլիարդը անընդհատ իբրև անհասանելի երազ է ներկայացնում երկու երկրների փոխհարաբերություններում։ Ուրեմն սա Թուրքիայի Հանրապետության ամենաէական անցուդարձն էր այս մարտի 4-ից 2017 թվականի մինչև ուրեմն 12 մարտը ուրեմն երկու կարևոր նյութ եւս հավելելով կարելի է ավարտել այս ամբողջը։ Առաջինը մեր ուրեմն ողբերգական եղերական մահով 2007 թվականի հունվարի 19-ին Ագոստերթի խմբակրադամ մուտքում սպանված թիգունքից սպանված ուրեմն հայորդի հրանտինքի սպանությանը վերաբերող թադը շարունակվում է առաջիկա շաբաթ ասում են ամենակարևոր վկայություններով հանդես գալու դատավարություններն են երրորդյա սպասվում 15, 16, 17 ուրեմն մարտի օրերին հրանտինքի թադի շարունակության օրերն են եւ ամենակարևոր իրադարձությունը հայությանը վերաբերվող դուք գիտեք որ ուրեմն մոտ 10 օրեր առաջ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Բոլսո, Գոնսանո Բոլսո հայոց պատրիարքարանի ուրեմն միապաններ Արամ Ատեշյանի, ուրեմն Սահակ եպիսկոպոս Մաշալյանի եւ այժմ Գերմանիայի ուրեմն հայոց հոգևոր առաջնորդ հանդիսացող Կարեկին arczepiskopos Բեկչյանի ուրեմն ամենայն հայոց կաթողիկոս Կարեկին երկրորդի հետ երկորյա հանդիպման արդյունքում որոշվել էր, որ 15 մարտի օրը, այսինքն առաջիկա օրերին պետք է ուրեմն դեղաբայի ընտրություն տեղի ունենա հենց Կոնստանտինոպոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի գրոնական ժողովի անդամ հանդիսացող մոտ 30 հոգևորականների կողմից ուրեմն արդեն այդ արդիվ կան շատ հստակ տվյալներ Գերմանիայի հայոց առաջնորդ ուրեմն կերաշնոր Կարեկին arczepiskopos Բեկչյանը 3 օր առաջ ժամանեց Կոնստանտինոպոլիս իր ծննդավայրը եւ հայտարարեց իր դեղաբահի տեխնազության արդիվ այժմ 3 տեխնազուների միջև քվեարկություն պետք է տեղի ունենա եւ ուրեմն այդ 3 միապանների եպիսկոպոսած տասին պատկանող 3 անձանց մասին է խոսքը Կարեկին arczepiskopos Բեկչյան ամենաավակը ուրեմն Արամ Ատեշյան որը բռնազավթել է գիտեք Բոլսո պատրիարքական աթոռը արդեն 9 տարիներից ի վեր օգտվելով ուրեմն Մեսրոպ երկրորդ պատրիարք խոր հիվանդության հանգամանքից ելնելով եւ երրորդ ուրեմն տեխնազուն Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է որ հայտարարել է իր տեղաբայի ընտրություններին մասնակցելու արդիվ հիմա Կարեկին arczepiskopos Բեկչյանը երևի թե ամենա այս 3 տեխնազուներից անցողիկը նկատվողն է դրա համար գա իրոք լուրջ հանգամանք ուրեմն այդ հոգևորականը որ 1965 թվականից ձեռնադրվել է Կոնստանտինոպոլսում Երջանկայիշադակ շնորհք պատրիարք Կալոսյանի ծերամբ ամփից գենսակրություն ունեցող մակրամակուր բարգեշտ անձնավորություն է հանդիսանում եւ իր հոգևոր ծառայություն մատուցած բոլոր երկրներում, որոնք են Թուրքիայի Հանրապետությունը, Գերմանիայի Դաշնությունը եւ Ֆրանսան, այդ բոլոր երկրներում միայն սիրված եւ հարգված հոգևորականի համբավ է ձեռք բերել եւ ուրեմն քանի որ նաեւ նա հանդիսանում է
Կոնստանտինո Բոլսո Սուրբ Խաչ Թբրևանքի երջանկայիշադակ Կարեկին Բադրիարք Խաչատուրյանի 1953 թվականին հիմնադրած ուրեմն Սկյուդարի Թբրևանքի շրջանավարտ Սուրբ Խաչ Թբրևանքցիների շրջանակը արդեն Բոլսո համայնքում բավականին աստեցիկ թերակատարում ունեցողներ են բոլոր այդ մարդիկ արդեն այս 3 օրերից ի վեր թե Կարեկին Սրբազանի Բոլսի բոլոր այցելություններն են գազմագերբում եւ թե ուրեմն նախապատրաստական բոլոր աշխատանքներին ամբողջ համայնքի նրանք ովքեր իրոք մտահոգված են Բոլսո Բադրիարքարանի աբակայով այդ հատվածի հետ կապված շատ ուրեմն բարեհաճող աշխատանքներ են գազմագերբում հույս ունենանք որ 15 մարտ 2017 թվականին իրոք ուրեմն ամբողջ հայության հայկական համայնքի ցանկալի տեխնազուն Կարեկին arczepiskopos Բեկչյանը դեղաբահ կընդրվի եւ եթե Բեկչյան Սրբազանի դեղաբահ ընդրվելու հարցը գրոնական ժողովում քվեարկությամբ հաստատվի ուստի Արամ Ատեշյան ամբողջ հայության գլխին փորձանք դարձած անձնավորությունը ստիպված է հաջորդ օրը լքել ուրեմն Բոլսո Բադրիարքությունը եւ դեղափոխվել այդտեղից արդեն իրեն վերջին դարիներին վերջին 7 տարիներին թուրքական իշխանությունների անմիջական աջակցությամբ ցերկ բերած այդ փոխանորդի ղարքավիճակը միանգամից առ-ոչինչ է դառնում ամսու 15-ի երեկոյան այլևս ինքը չի հանդիսանալու այսպես կոչված Բոլսո Բադրիարքի փոխանորդ եւ նրանից հետո գա 6 ամսյա ժամկետ որովհետեւ Բոլսայի համայնքը լծվի ուրեմն իր հաջորդ 85-րդ Բադրիարքը ընդրելու ուրեմն աշխատանքներին եւ դա ամենակարևորն է մեզ համար որովհետեւ Հայաստանից Արաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից հանդիսացող Կոնստանտինո Բոլսո Բադրիարքարանը երևի թե դարաձաշրջանում թուրք հայկական Թուրքիայի Հանրապետություն Հայաստանի Հանրապետություն նաեւ ուրեմն փոխհարաբերություններում ամենալուրջ թերագադարումը ստանցնելու ենթակա գառույց է եւ հույս ունենանք որ մոտ ժամանակ հետո այդ ամբողջը մեզ Բոլսայի համանգը գավեդե իր բարի լուրով եւ ընդրելով իր վստահության քվեին արժանացված հաջորդ Բոլսո Բադրիարքին այսքան սա այդ ամենն էր ինչը կարելի էր ամփոփել եւ ներկայացնել ցեզ ուստի մի այլ հաղորդման ընթացքում հանդիպելու հույսով շնորհակալություն